Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենագիցն է։ Այսօր միասին ծանոթանալու ենք Հայաստան վերադարձած ևս մեկ գործչի հետ։ Նա իր կրթությամբ, հսկայական փորձով ու կապերով նպաստում է Հայաստանի տնտեսական միջավայրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն։ Այսօր զրուցելու ենք կառավարման, բիզնեսի և կրթության ոլորտների ներկայացուցիչ Ռաֆի Սեմերջյանի հետ։ Պարոն Սեմերջյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Բարք Աստված, լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր գրասենյակում ենք եւ իհարկե տարօրինակ կլիներ, եթե ձեզ նման բազմազմաղ մարդուն նկարեինք այլ միջավայրում։ Բայց մեր հաղորդման շրջանակում այսօր խոսելու ենք ամեն ինչի մասին՝ ձեր կյանքի, գործունեության եւ իհարկե Հայաստան տեղափոխվելու։ Հուսամ դեմ չեք։ Ինչու թեմ բիդելամ ճիշտ հագարակը, շատ տրական եմ նայում այս նախաձեռնությանը եւ պատրաստ եմ բոլոր ձեր հարցումներում պատասխանել։ Պարոն Սեմերջյան, մեր զրույցը սկսենք ձեր արմատներից։ Որտեղից են սերում ձեր նախնիները եւ ինչ հիշողություններ են պահպանվել ու հասել ձեզ։ Շատ լավ հարց է, որովհետեւ շատ մեծ ասացություն ունեցած է մեր բաբիկները, դադիկները որտեղից են եկել իմ աբակայի վրա, ներգայի եւ աբակայի վրա անշուշտ։ Առաջինը հայրական կողմս սերած են Ուրֆա Ետեսիա, որտեղ որ մենք ունեցած ենք նաև հերոսամարտ, եւ երկրորդը մորս կողմը սերած են իրենք Գեսարիայից, որտեղ որ եղած է բավական այդպես ասված բիզնեսմենների քաղաք մի եղած է Գեսարիան, որտեղ մեծ անուններ ընդեղից են եղած, մեծ ընտանիքներ, որ աբակայի աշխարհի տնտեսության մեջ գշիր ունեցած են, օրինակ Գյուլբենկյանները Ուրֆայի Գեսարիայից են եւ այլն։ Իսկ Ուրֆայի գոմը բաբիկը նրանք ավելի ասենք այսպես ասված մարդական ոգիներ ունեցած են իրենք։ Ես ինքս ծնած եմ Բեյրութ, իսկ բաբիկս ոդնապոբիկ Ուրֆայից հասած է Լիբանան 1915-ից մինչև 1920 անցնելով Հալեբից եւ ինքը 7-8-9 տարեկանի հետը այդ ժամանակին, այսինքն իր մոր եւ հորաքրոջ հետը միայն 3 հոգի մնացած է Քերծաստանից, հասած են Բեյրութ եւ ինքը հայրս այնտեղ է ծնվել եւ հորս ընտանիքը եղբայրները բավականին մեծ ընտանիք եղած են Լիբանանում 9 հոգի եղած են, իսկ ես ծնվել եմ Բեյրութում ծնվել եմ եւ ունեցած եմ մի քույրը, որ բավականին Լիբանանում չէ, ինքը արդեն դեղափոխված են Ամերիկայում, իրենք արդեն 30 տարի են ավելի է։ Պարոն Սեմերջյան, ինչպես ճակատագիրը ձեզ Բեյրութից հասրեց Ֆրանսիա։ Բեյրութ ես առիթ ունեցա մխիթարյանների մոտ սովորելու։ Մխիթարյանները հռչակավոր են վենեդիգյան եւ վիեննական մխիթարյանները։ Իրենք շատ մեծ կարևորություն կունեն որպես միապանություն գրթությանը։ Այնտեղի գրթությունն է, որ ինձ թույլատրեց, որ հետքը ես հաջախեմ ֆրանսերենով ժեզուիտներ գսեն։ Ժեզուիտների դպրոց եմ ավարտել, որտեղ որ ֆրանսերեն լեզու էր հիմնականը Լիբանանում։ Եվ այդ ինձ արիթ տվավ, մղեց, որ գրթությունը շարունակեմ Ֆրանսայում շարունակեմ, բարձր գրթությունս։ Այդ արդեն եղավ, որ ես ընդունվեցա Փարիզի Université de Paris 1 Panthéon-La Sorbonne, Փարիզի առաջին Panthéon-La Sorbonne համալսարանը ընդունվեցա, բավական մարդահրավեր կար մեջը ընդունվելու, բայց եւ այնպես կարողացանք այդ արկելքը խոչընդոտը շրջանցել, ընդունվեցանք, նույնիսկ աբակային շատ հբարդորեն տեխնազու էի, որ ես այնտեղ դասախոս եմ, նույնիսկ ես կարողացա ընդրվել, ընդրովի որպես դասախոս, այո,
գիտական գիտխորհուրդ որ գսեն իմ Հայաստանում գիտական խորհրդի կողմից ընդրվեցավ, որովհետև 40 տեխնազու կար եւ այնտեղ դասախոսեցի նաեւ էսեր եւ այնտեղ աշխատեցա, այնտեղ սովորեցի նաեւ միջազգային ստանդարտներու մասին, կառավարման ստանդարտներու մասին, օրինակ մի հատ օրինակ մտալու համար շատ կարևոր օրինակ մնե, որ Ֆրանսիայի էլեկտրականությունը հոսանքը 72% ապահովված է ատոմագայաններից եւ ատոմագայաններում նույնիսկ կառավարման միջազգային ստանդարտներ պետք են, որ հանգարց մեկը չի դրակի, հանգարց մեկը խնդիր չունենա, ես այդ փորձը ունեցա Ֆրանսիայում։ Պարոն Սեմերջյան, դուք ուսանել եւ աշխատել եք Ֆրանսիայում եւ չնայած բազմաթիվ այլ երկրներում գործունեություն ծավալելու հնարավորություններին, դուք ի վերջո ընտրել եք Հայաստանը։ Սա զուտ մասնագիտական հաշվարկ էր, թե այլ շարժառիթներ ունեիք։ 100% մասնագիտական չէր, այդ հստակ կարող եմ ասել, բայց փոքր ներածական մնեմ, ես որ Ֆրանսիա ապրում էի, որոշեցի երկու ուղղություններով առաջ գնալ։ Երբեք Հայաստան չէի այցելած, երբեք հայրենիքում չէի գտնված, մինչև 1990 թվականը, ուրեմն առաջին ուղղությունը արի, որ այսպես ասված բարձ ժողովրդային բարերով հələ մեկ հատ երթամ տեսնամ Հայաստանը, հայրենիքը ինչ է։ Այդ մեկ։ Իսկ մյուս ուղղությունը արդեն դիմաց էի Կանադա որպես միգրանտ, որպես ընդունվիմ, որպես քաղաքացի եւ սկիզբը անշուշտ ռեզիդենտ, երկու ուղղություններն արժևս կանաչ լույս եղան, եկա Հայաստան 3 ամիս մնացել եմ այստեղ, այն ժամանակ նաեւ թեզս պատրաստում էի Սորբոնի համալսարանում, եկա հանդիպեցա շատ կարևոր հիմնարկների, սովետական Հայաստանի հիմնարկների, օրինակ Հայ Էլեկտրոմաշ, որ Գարեն Դեմիրջյանն էր ղեկավարում այն ժամանակ լուսահոգի, 2.5-3 ժամ նստած հետո ես գիտական ուսումնասիրություն հրացեմ այդ էլեկտրոմաշի, ինձ համար շոկ էր, որ իմացա 15000 աշխատագիծ ուներ, հետո Հրազդան Մաշ, Տելման Տեր-Պետրոսյան եւ այլն, այդ ալյումինի գործարանը, ուրեմն այդ ինձ թույլ տվեց, որ ծանոթանամ Հայաստանի տնտեսության։ Ետ վերադարձա Ֆրանսիա, Ֆրանսիայից Կանադա գնացի, Կանադա մնացի բավականին, մինչև որ նաև Կանադա հպատակ դարձանք եւ արդեն նրանից հետ կնե որ արդեն մտածեցինք գալ Հայաստան։ 99-ին թիմեցի եւ ընդունվեցա ամերիկյան համալսարանի դասախոս Հայաստանում եւ կամաց հիմնադրեցի այս մեր գազագերբությունը, management mix-ը այդ թվականներուն, այսինքն Գրեթե 99-ի ավարտին 2000-ի սկիզբը մեր գազագերբությունը հիմնադրվեցավ եւ մինչեւ այս տարի անդադար 25 տարի է Հայաստանում, նաեւ Հայաստանում, ոչ միայն Հայաստանում մենք գործունեություն ունենք։ Մենք այնադեն նաեւ Դուբայում, Էմիրատներում բացած ենք մեր գազագերբությունը, Ալժիրիայում բացած ենք մեր գազագերբությունը եւ այլն եւ այլն։ Հիմա արդեն 3 երկիրներում ենք, որն է Կիպրոսը մեկ, մի քանի օր է որ ես եկած եմ Կիպրոսից, երկրորդը Լիբանանն է, Կիպրոսից եվրոպական աշխարհը հասցնում ենք մեր գործունեությունը, Լիբանանից աֆրիկյան երկիրներ եւ միջին արևելյան, մերձավոր արևելյան երկիրներ, բայց ամենա ինձ հաճելին, որտեղ որ մարտահրավեր կա, որտեղ որ գործունեություն պետք է ծավալի, մեր օֆիսներն ենք, որ դուք այսօր հյուր եք մեր օֆիսներում եւ բարով եկած եք։ Այո, Հայաստանի եւ Երևանի հրապարակը։ Ինչու ընտրեցինք Հայաստանում, որովհետեւ դեսանք բահանջարկը, մեծ բահանջարկ կար այդ մանավանդ սովետական սիստեմից անցնել դեպի շուգայական տնտեսություն, ընկերությունները պետք է իմանային ինչս է այդ կառավարման ստանդարտները, գործընթացերի կառավարումը, մարքեթինգը, մարդկային ռեսուրսների կառավարումը եւ այլն եւ այլն։ Այդ ստանդարտներով է որ մենք սկսանք աշխատել։ Պարոն Սեմերջյան, ձեր ընկերությունը 2000-ականներին առաջիններից էր, որը մուտք գործեց խորհրդատվությունների հայկական շուկա։ Հիմնականում ինչ ուղղություններով է գործում այս ոլորտը։ Ոլորտները հստակ էին, որ օրինակ արդյունաբերության մեջ դարբեր սնունդի արդյունաբերության մեջ սկսանք աշխատել, շատ կարևոր էր բանկային ոլորտը, տրամադրային ոլորտը, սկսանք աշխատել դարբեր բանկերի հետ, ապահովական ընկերությունների հետ եւ գամած այս կազմակերպությունները շատ հբարդորեն ասեմ, որ այսօր
միջազգայնացած են այս կազմակերպությունները, նույնիսկ եղան բարականներ, որոնք որ աշխատում էին Քեդերնին, իրենք առնվեցան, քննեցին իրենց այլ միջազգային կազմակերպություններ, ուրեմն տարբեր ոլորտներ էին սնունդը, բայց ամենակարևոր ոլորտներից մեկը, որ ոչ թե 2000 թվականներում վերջին 10 տարին որ աշխատում ենք, առողջապահական ոլորտն է, զանազան ոլորտներ շատ լավ զարգացան Հայաստանի մեջ, օրինակ բանկային ոլորտը, տրամադրային ոլորտը եւ այլ ոլորտներ։ Դեռևս երկու ոլորտ կա, որ գարիք ունի զարգանալու դեռևս, ինչպես որ մենք կուզենք, այնալ մեկը առողջապահությունն է, մյուսը գրթությունն է։ Եվ մենք երկուքի մեջը գանք այսօր։ Եվ հենց այսօր դուք էլ քիչ առաջ նշեցիք, որ ձեր ընկերությունը ներկայություն ունի նաև այլ տարածաշրջաններում։ Եթե փորձենք համեմատել, ինչ առանձնահատկություններ ունի հայկական շուկան։ Ես արագ համեմատական մնախնեմ, որ մենք 33 երկրների մեջ մինչև այս վարյանը շուտով մեր թիմից այստեղից երկու հոգի գերտան Շվեդիա եւ գազམ་ագերբուչամը սերտիֆիկացումը կանեն այդ ISO ստանդարտների 33 երկրների մեջ փորձ ունենք, որում մեջը շատ բարձր կենսամագարտակով երկրներ, օրինակ Ֆրանսա, որ այնտեղ ես ապրած եմ, աշխատած եմ, կամ Գերմանիա, կամ Շվեդիա եւ շատ ցածր կենսամագարտակով երկրներ, որն է աֆրիկյան զանազան երկրներ, մեկը Գետրոնական Աֆրիկյան Հանրապետությունն է, բանկի մայրաքաղաքով, ջրի արդարություն մգա այնտեղը, խմելու ջուրի, ըմբելու ջուրի, որ մենք իրենց ստանդարտները հրացենք։ Հայաստանի վերադառնալով երկու երես կտեսնենք մենք, երկու ուղղություն կա։ Մեկը, որ մեծ բանջարկ մգա, մանավանդ երդասարտությունը, այսինքն դարիքի հարց չէ, ասիկա։ Եվ որ երդասարտություն եմ ասում, ուղեղային եմ հասկանում ես, մեծ բանջարկ մգա, այդ միջազգային ստանդարտները սովորելու, օրինակ նայեցեք մագիստրոսում այս տարի ունեցանք 85 տեխնացու, միայն 35 դեղ ունեինք, որ գրնայինք, այսինքն բանջարկ կա։ Երկբեղման մեջ է Հայաստանը։ Օրինակ բանկերը շատ լավ այդ ստանդարտները ներդնում են անում, իսկ արդյունաբերությունը մի քիչ գաղում է եւ հերվից է գալուց։ Այո։ Օրինակ առողջապահությունը մինչեւ մի քանի տարի առաջ նաեւ շատ մեծ գաղում էր, բայց առայժմ արդեն սկսան մարդիկ հետաքրքրվել, ներդրվել այդ ոլորտների մեջը, որ կարողանան, նայեցեք, շատ են խոսում Հայաստանի մեջ առողջապահական туриզմի մասին, զբոսաշրջության մասին։ Եթե այդ միջազգային ստանդարտները չունիս, ով պիտի գա կոմոդ։ Չէ, արդեն սկսան գամած միջազգային կոնֆերանսներ, երթալ, էստե գազམ་ագերբել, այդ բոլորը նպաստում է, որ այս ոլորտը զարգանա։ Եվ մենք մեծ ներդրում ունենք այդ ոլորտի մեջը։ Ինչպես գիտենք, բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ ձեր պարագայում ենթադրում եմ, որ հաջողության նախապայմաններից է համապատասխան թիմ ունենալը։ Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում ընտրություն կատարելիս։ Ամենամեծ մեր մարտահրավերը ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանում, այդ մենք կոչում ենք նրան դաղանտներ, ճիշտ դաղանտներ ունենալն է, ինչպես ներգրավել այդ դաղանտները, ինչպես իրենց զարգացնել եւ ոչ թե իրենք գսկան, որ լճացման մեջ են եւ իրենց ինչպես անել, որ իրենց բաղբանենք եւ ոչ թե երկրից դուրս գնան կամ գազམ་ագերբությունից դուրս գնան։ Նայեցեք միգրացիա մգա, չէ՞, քիչ առաջ ասում էինք, դեպի որոշ ոլորտներ միգրացիա մգա, բոլոր այլ գազམ་ագերբությունները իրենք մտահոգ են ինչպես բաղբանեն, օրինակ դեպի այդ խաղային ոլորտը, որ գնում են կամ դեղերվան տեխնոլոգիաներ, որ շատ լավ է, բայց արդեն մարդիկ մեծ կայտագություն ունին գնալու այնտեղ։ Այդ մարտահրավերը ամեն օր ունենք մենք։ Նաև Հայաստանում այդ շատ շեշտված է այդ մարտահրավերը, բայց եւ անպես մենք կարողացանք, բայց սկիզբի շրջանը որ չունեինք, մենք մեր դրսի թիմից բերում էինք եւ փորձում էինք, որ հայեր լինեն մեր դրսի թիմից, որ կարողանան հիմա հագարակը արդեն, հիմա արդեն կարողանում ենք այստեղի թիմից արդեն դեպի դուրս նաև ոչ այս, բայց ոչ երկար չենք թողնելու, որ երկար դրսում մնալ։ Այնտեղ ապրեն իրենք։ Պարոն Սեմերջան, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, հետաքրքիր է հայաստանյան բուհերը կարողանում են պատրաստել համապատասխան մասնագետների, թե ձեր ընկերությունը ստիպված զբաղվում է նաև նոր կադրերի մասնագիտացման հարցով։ Երկու հարցինալ պատասխանեմ։ Բուհերը կարողանում են, այո, կարողանում են մինիմումը ապահովել։ Այդ շատ կարևոր բառն է մինիմումը, բազային գիտելիքները։ Բազային գիտելիքները դալիս են եւ մեջերնին երդասարտներուն արտնանում է, որ իրենք պետք է շարունակեն։ Իսկ մենք ոչ թե բարդավոր,
բարդավորված ենք զգում, այլ մեր մոտ շատ քիչ կա այդ մասնակցությունը, որ պետք է սովորեն, պետք է երթան գազམ་ակերպությունների մեջ դեսնեն իրենք ինչպես է աշխատանքը, իրենց հանձնարարություններ դրվի, այդ հանձնարարությունները մեր թիմն է, որ նայում է, այսինքն շատ ավելի այսպես ասված ներդրում կա իրենց վրա մեր մոտ, քան թե բուհերից։ Բայց չեմ ասում, որ բուհերը կորց չեն անում, դա շատ կարևոր է։ Ասեմ Ֆրանսիայում ալ նույնն է, այդպես այս ինչ որ անում ենք մեր գործունեության մեջ, նույնիսկ Ֆրանսիա, Գերմանիա, բուհերը չեն տալիս, այլ տալիս է գազམ་ակերպությունը։ Եվ ամենակարևորը հայերեն լեզվով։ Շեշտեցի անպայման, որ պետք է ստեղծենք հայկական կառավարման մոդելը, ոչ թե խոսենք Ճապոնի կառավարման մոդելի մասին, որ շատ լավ է, ոչ թե խոսենք Գերմանիո կառավարման մոդելի մասին, որ գերազանց է, շատ լավ է, այլ փորձենք օրը ունենալ հայկական կառավարման մոդելը։ Ինչպես եք ձևավորում այս կամ այն հաճախորդին մատուցվող ծառայությունների բովանդակությունը եւ ինչպես եք նրանց համար մշակում հատուկ ռազմավարություն։ Այո, մեր արժեքներից մեկը անգլերեն գներեք, որ ասեմ, proactive thinking է, այսինքն կանխադեսված մտածելակերպ։ Եթե այսօր գազམ་ակերպությունը աշխատում ենք իր հետ, հիմա կվնե մենք պետք է մտածենք 2027 թվականին այդ գազམ་ակերպությունը ինչի կարող է պետք ունենալ։ Հեռանկարային մտածողություն։ Այո, հեռանկարային մտածողությունն է եւ մենք այդ միջազգային ստանդարտները շատ արագ մեր թիմը մասնակցանում է թե դրսում, թե այստեղ եւ սկսում ենք առաջարկել այդ գազམ་ակերպություն։ Գիտեք, Հայաստանը շատ փոքր շուգապարը ես շատ չեմ սիրում օգտագործել, փոքր միջավայր մնե, փոքր էկոհամագարկ մնե։ Նրա համար այստեղ այդ մեր ոլորտի մեջը շատ կարևոր է, որ այդ պերան դարածվի եւ որ ես ասում եմ, ասին հիվանդանոցի հետ աշխատում եմ, այն մյուս հիվանդանոցները վարյալին իմանում են եւ արդեն հետաքրքրված կլինեն, կամ ասին բանկի հետ աշխատում ենք, արդեն գուզեն իմանալ, որ մրցակցային յուրահատուկ պայմաններ են գործում Հայաստանում։ Այո, անշուշտ, Հայաստանում երևի որոշ երկրներից է, որ շատ փառ են օգտագործում ամեն օր մարդ, հիմա դուք, այո, հասկանալի է, որ ժուրնալիստ եք, շատ եք օգտագործում, բայց ընդհանրապես ժողովուրդը շատ բարեր է օգտագործում։ Ես ասիկա օգնում է, որ շատ արագ դարածվի թե բանջարկը, թե առաջարկը։ Շատ հետաքրքիր է։ Okay, այսինքն մարդիկ կսկսին լսել ասինչի մասին, բանջարկը լինի, սոցիալ գաբերը Հայաստանում շատ մոդիկ են։ Իսկ եթե երթաս Գերմանիա կամ Ֆրանսիա եւ այլն, շատ հերույ են այդ սոցիալ գաբերը։ Այնտեղ պետք ունեք դու կովաստելու եւ այլն եւ այլն։ Իսկ այստեղ արդեն ամեն մարդ ամեն ինչ գիտե, ասեմ ցեսի։ Պարոն Սեմերջյան, ինչպես է գնահատում Հայաստանում խորհրդատվական ծառայությունների ոլորտի ներկայիս մակարդակը։ Ունեք մրցակից ընկերություններ։ Շատ լավ, եւ որ մենք ասում ենք խորհրդատվություն, մենք հասկանում ենք անշուշտ նեղ կառավարման ոլորտի մեջ, ոչ թե շինարարական կամ առողջապահական։ Բավականին ժամանակի ընթացքին զարգացան, այդ ոլորտը զարգացավ, մասնակիցներ եղան, անշուշտ կան մրցակիցներ, բոլորն ալ հարգելի են, ունեցան ոմանք նաև միջազգային փորձ, հետո ետ վերադարձան Հայաստան։ Այդ մրցակիցները լավ դարածում են նաև բանջարկը ստեղծում են, իսկ անշուշտ մեր գազམ་ակերպությունը այդ փախտadagան առավելությունը ունի, որ հատուկ միջազգային ստանդարտներով է աշխատում։ Մենք մենակից չենք կարող շուգան փանալ էս չագերդյալ, իրենք պետք է դարածել նաև մեր հետը եւ այս բոլորով մենք կարողանանք գազམ་ակերպությունների արդյունավետությունը բարձրացնել, ինչ որ դրական արդյունք կուտա Հայաստանի տնտեսության, ինչ որ եղավ վերջին տարիներուն նաև։ Զարգացման ընդհանուր հեռանկարների մասին խոսեցինք, իսկ կոնկրետ ձեր ընկերությունը ռազմավարական ինչ ուղղություններ է ստանձնել առաջիկա 5-ից 10 տարիների համար։ Շատ լավ, այդ շատ լավ հարց է, որովհետև մենք այդպես ենք աշխատում, մենք ունենք դեսլական, գրված դեսլական 5-ից 10 տարվա վրա, անշուշտ առաջնահերթությունների համար մեկը արհեստական բանականությունն է, որ մենք արհեստական բանականությունը պիտի տնենք ոչ թե միայն մեկ դեգադվական տեխնոլոգիաներում ոլորտում, այլ ամենտեղ։ Այսինքն առողջապահական ոլորտում, ապահովագրության ոլորտում, տրամադրային ոլորտում, արդյունաբերություններում, այդ բոլորը պիտի տնենք եւ այդ
AI սվածը կամ արհեստական բանականությունը պիտի մեծ աճակցի, որ արդյունավետությունը մեծանա այդ կազմակերպություն եւ շատ արագ կարողանան միջազգային շուկա դուրս գալ։ Շատերը խուսափում են արհեստական բանականությունը կիրառելուց, մտածելով, որ դա փոխարինում է մարդկային ուղեղին, մարդկային ունակություններին, սակայն փորձը ցույց է տալիս, որ այն ընկերությունները, ովքեր խուսափում են դա անել, ուղղակի դուրս են մնում մրցակցությունից։ Այո, իրազեկումը շատ կարևոր է։ Եվ այստեղ ես կգարձեմ, որ pedagogan քաղաքականություն պետք է լա եւ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ կան այստեղ այնտեղ, այսինքն ընթացքի մեջ է, բայց մենք բոլորս դուք մենք մեր գազམ་ագերբությունը ուզում ենք որ այդ բարեփոխումները շատ արագ լինեն եւ ոչ թե սպասենք 5 տարի 10 տարի եւ այլն եւ այլն։ Ձեր կյանքն ու գործունեությունը կապելով Հայաստանի հետ ինչ եք կորցրել եւ ինչ եք շահել։ Երբևէ այս մասին մտածել եք։ Գործել ոչ մի բան, ճիշտ ակարակը միայն շահել ենք, որովհետև նայեցեք։ Ասկե 10 տարի առաջ ես հիմնադրած էի Հայաստանում մի քանի գոլեգների հետ, հիմնադրած էի հայ էմիրատական բիզնեսմենների ասոցիացիա։ Հիմա սկսան էմիրատցիներ գալ Հայաստան։ Եվ գալիս էին մեր մոտ, մեր գրասենյակը գալիս էին։ Իսկ եթե ես պիտի երթայի իրենց մոտ, շատ դժվար էր, որ թուրը տագեի եւ ասեի, որ ինձ ընդունեք, ես Հայաստանն եմ ներկայացնում եւ այլն եւ այլն։ Այսինքն ես շահեր եմ միայն այդ միջազգային գաբերը Հայաստան գտնվելով եւ անշուշտ հայերեն լեզվով, այդ շատ կարեւոր էր ինձ համար։ Մի անգամ իմ դղազավակս շատ երեխա էր այն ժամանակ, 3-4 տարեկան էր, այնտեղ ոստիկանը կանգնեցրեց մեզի եւ հայերենով հարց տվավ։ Այն երեխան գիտեք ինչ անդրադարձավ ասեց, ասա բա ոստիկանը հայ է ասավ, այսինքն մեզի համար շատ կարևոր է նաև հայերեն բանը, քիչ առաջ ասեցի ես որ նույնիսկ մենք ուզեցինք ստեղծել հայկական կառավարման մոդելի նմանակը, որ սկսենք 5-10 տարից ասել որ վաու Հայաստանում այս կառավարման մոդելը կա, որ շատ լավ է, ոնց որ դարբեր երկրներում կա, ասենք Ֆինլանդիայում Nokia-ի մոդելը շատ լավ մոդել մներ, ենթադրենք Ճապոնում այդ Sony-ները, Toyota-ները, Գերմանիայում BMW-ները եւ այլն, ինչու ոչ Հայաստանում, օրինակ Grand Holding-ի մոդելը, որ շատ լավ մոդելներից մեկն է նաեւ։ Պարոն Սևերջյան, թերևս մեր զրույցի վերջում կարիք ունենք ձեր ծանրակշիռ խորհուրդների, մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր դեռևս վարանում են հայրենիք տեղափոխվելու որոշում կայացնելու հարցում։ Հուսամ, որ այս բոլորը, որ մենք խոսեցանք եւ այլ ուրիշ խորհուրդներ կծառայեն, որ մեր հայրենակիցները հաջողակ ցևով հաստատվին Հայաստան եւ գործունեությունը սկսին Հայաստանից։ Մանավանդ նայեցեք, եւ որ այսօր այդ օտանավները կան, որ օրը 2-3 անգամ Գիբրոս կերտան կամ 2-3 անգամ Դուբայ կերտան, ես Ռուսաստանի մասին չեմ խոսում, որովհետեւ այդ դարաձաշրջանում ես չեմ եղած, այդ արդեն հրաշք է մեզ համար, հա, 2 ժամ հեռու, 3 ժամ հեռու, ես ինքս կարողացած եմ COVID-ից հետո շատ ավելի այստեղ ժամանակ անցկացնել, քան թե դրսում։ 33 երկրներում ասեցի ցեզի գործունեություն ունիք մինչև այս վարյանը, բայց եւ ամենից ինչ հաջելի է ձեր հետ հաղորդակցել հայերենով, մարդկանց հետ հաղորդակցել հայերենով, փոխանցել որոշ գիտելիքներ, փորձառություններ, որ փորձենք գենսամագարտակը բարձրացնել այս երկրին, ստեղծելով հավելյալ արժեքմա։ Պարոն Սևերջյան, շնորհակալություն շատ հետաքրքիր եւ ուսուցողական զրույցի համար։ Շատ շնորհակալություն ձեզ, որ արիդ տվիք, որ կարողանանք մեր համաշխարհային փորձը եւ հայաստանյան փորձը փոխանցել հեռուստադիտողներին ձեր միջոցով։ Շատ շնորհակալություն։ Գիտելիքն ու զարգացումը սահմաններ չեն ճանաչում։ Ռաֆի Սեմերջյանն իր օրինակով ցույց է տալիս, որ պետք է կատարելագործվել մշտապես եւ ստեղծածը փոխանցել ապագա սերունդներին։ Հայրենասիրությունը կարող է ունենալ նաեւ այդպիսի ձևի բովանդակություն՝ կրթության, կառավարման եւ արժեքային առաջնորդության դրսեւորումներով։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը։ Նոր կերպարներով եւ նոր պատմություններով կհանդիպենք մեկ շաբաթից։